Երելներ անցած գիրակի մենք խոսեցինք երկնային հոր սիրող սրտի մասին։ Տեսանք, որ Աստված բարի եւ հոգատար է իր զավակների հանդեպ եւ տալիս է իր լավագույն նվերները իր զավակներին։ Եվ Աստծո խոսքը մեզ ասեց, ցույց տվեց, որ նույնիսկ մեղավոր մարդիկ, ովքեր մեղավոր են իրենց զավակներին, լավագույն ընծաներ են պարգևում, լավագույն ընծաներ են տալիս, ապա որչափ առավել երկնավոր հայրը, որ իր սիրով կատարյալ է, իր զավակներին բարի պարգևներ է տալիս, եւ նաեւ նշեցինք ոսկե կանոնի մասին, որ եւ որ մենք Աստծուց այդ բարի պարգևները ստանում ենք, նաեւ մենք էլ ենք պարտավորվում մեկս մյուսի համար բարի գործելու, եւ նշեցինք, որ ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց, եւ նաեւ եթե կհիշեք, խոսեցինք, որ քրիստոնյան, այսինքն Քրիստոսի աշակերտը կանչված է ոչ թե միայն չարիքից փախչելու, այլ ակտիվորեն բարիք գործելու։ Բայց նաեւ մենք գիտենք, որ Աստված արդար Աստված է։ Եվ Աստված երբեմն մարդուն կանգնեցնում է ընտրության առջև։ Եվ այսօրվա Աստծո խոսքը հենց դրա մասին է, որտեղ Աստված ասում է, որ կա նեղ դուռ եւ կա նեղ ճանապարհ եւ կա լայն դուռ եւ լայն ճանապարհ։ Նեղ դուռը, նեղ ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանքը, կյանք է տալիս, իսկ լայն դուռը, լայն ճանապարհը տանում է դեպի կորուստ։ Այսպիսով մեր ապագան, մեր կյանքը որոշվում է ոչ թե միայն մեր խնդրվածքներով, թե որտեղ կլինենք, այլ նաև այն ընտրությամբ, թե որ դուռն ենք թակում, որ դռնով ենք ներս մտնում եւ որ ճանապարհի մեջ ենք կանգնում։ Եկեք միասին ընթերցենք Աստծո խոսքը, որ գտնվում է Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 13-ից 14 համարների մեջ։ Այսօրվա մեր սուրբ գրային հատվածը Մատթեոս 7 13-ից 14 համարներ։ Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, եւ դրանով մտնողները շատ են։ Որքան նեղ է այն դուռը եւ դժվարանցելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները։ Ամեն Աստծո խոսքին։ Եկեք խոնարհվենք եւ աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևդ եւ շնորհակալություն ենք հայտնում, որ ունենք քո խոսքը, սիրելի Հայր։ Ունենք քո խոսքը, որը մեզ կրթում, դաստիարակում է, հանդիմանում է, մեզ ուղղում է եւ մեզ ճշմարիտ ճանապարհի վրա է կանգնեցնում։ Օգնիր, որպեսզի քո խոսքի մեջ ապրենք եւ կարողանանք քո խոսքով այնպես ապրենք, որ մեր կյանքերը օրհնություն լինի մնացածի համար եւ քո անունը փառավորի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Սիրելիներ, մարդու ամբողջ կյանքը կազմված է ընտրություններից։ Մենք ամեն օր ընտրության առջև ենք, որոշում ենք կայացնում։ Որոշում ենք կայացնում ինչ հագնել, ինչ ուտել, ինչ խմել, կանայք խոհանոցում եւ որ աշխատում են այսօր ինչ ճաշ պիտի պատրաստենք եւ այլը։ Եկեղեցի գնանք, թե չգնանք, կյանքում հանդիպում ենք առավել կարևոր որոշումների, օրինակ ինչ համալսարան պիտի ընդունվեմ, կարևոր ընտրություն, կյանքս ում հետ պիտի կապեմ, ում հետ պիտի ամուսնանամ, ինչ ճանապարհով պիտի գնամ, եւ դրանից կախված է թե մենք որտեղ կլինենք, ում հետ կլինենք, ինչպես կդասավորվի մեր կյանքը։ Բայց կա առավել կարևոր ընտրություն, որ ամենակարևորն է մեր կյանքերի համար եւ դա հոգեվոր կյանքի ընտրությունն է։ Եվ այս որոշումից կախված է որտեղ կլինենք մենք, որտեղ կանցկացնենք մեր հավիտենականությունը, Աստծո հետ, թե առանց Աստծո։ Մատթեոս ավետարան 7-րդ գլխում Հիսուսը տարբեր ձևով պատկերում է այս ընտրությունը, բացատրում է այս ճշմարտությունը։ Մենք մեր հատվածում կարդացինք, որ կա երկու ճանապարհ,
Մեկը նեղ ճանապարհ է, մեկը լայն ճանապարհ է։ Նաև հատվածի մեջ նեղ դուռ եւ լայն դուռ։ Նեղ ճանապարհը պահանջում է զոհողություն, բայց տանում է դեպի կյանք։ Լայն ճանապարհում մարդիկ շատ են, հարմարավետ է, բայց Աստծո խոսքն ասում է, որ կորստյան է տանում։ Եվ որ շարունակենք մեր Մատթեոս ավետարանի այս սերտողություն, այս քարոզաշարքը, կտեսնենք հետագայում, որ Հիսուսը նաև խոսում է, որ կա երկու ծառ։ Մեկը բարի պտուղ է տալիս, իսկ մյուս ծառը չար պտուղ է տալիս։ Եվ որ այդպես առաջ գնանք կտեսնենք, որ խոսում է երկու տեսակ մարդկանց մասին։ Մի տեսակը ցույց է տալիս, ձևացնում է, թե ճանաչում է Հիսուս Քրիստոսին, նույնիսկ նրա անունով կարող է հրաշքներ անել, դևեր հանել, բայց Հիսուսն ասում է գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, իսկ մյուսները ներս են հրավիրում դեպի հավիտենական կյանք, հավիտենական խնջույք։ Կարող ենք Մատթեոս 7-րդ գլխում նաև տեսնել, որ Հիսուսը խոսում է երկու հիմքի մասին։ Եթե կհիշեք, տուն շինողների մասին է խոսում։ Մեկը կառուցում է տունը ավազի վրա, մյուսը կառուցում է ժայռի վրա։ Առաջին հայացքից երկուսն էլ լավն են, բայց եւ որ դժվարություն է գալիս, մեկը փլվում է, իսկ մյուսը հաստատուն կանգնած մնում է։ Այսինքն Հիսուսը միշտ ցույց է տալիս, որ այս ընտրությունը կա, երկու տիպի մարդիկ կան։ Եվ այս ամենից հստակ է դառնում, որ չկա երրորդ տարբերակ։ Երբեմն մենք ուզում ենք երրորդ տարբերակը ընտրենք, կամ կան մարդիկ, որ ուզում են երրորդ տարբերակը ընտրել։ Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, մի քիչ աշխարհի մեջ, մի քիչ եկեղեցու մեջ։ Ես չեմ ուզում ոչ դրախտ գնամ, ոչ դժոխք գնամ մեջտեղին, չգիտեմ, կանգնեմ այդպիսի մարդիկ։ Նման արտահայտություններ ես բազմիցս լսել եմ, բայց Հիսուսն ասում է չկա նման բան։ Կա երկու ճանապարհ եւ մենք պետք է ընտրենք այդ ճանապարհը։ Մեր ընտրությունը որոշում է ոչ միայն այս կյանքի մեր ընթացքը, այլ նաեւ հավիտենականության ընթացքը։ Եվ հարցը մնում է բաց եւ ուղղված յուրաքանչյուրիս։ Որ ճանապարհն ենք մենք ընտրում։ Եվ որ ճանապարհով ենք մենք քայլում այսօր։ Եվ որ Հիսուսը խոսում էր այս ընտրությունների մասին, սա նորություն չէր։ 5 տականում մենք նորից կարող ենք հանդիպել նման բազում օրինակների։ Օրինակ, եւ որ Տերը կանգնեցնում է ժողովրդին ընտրության առջև եւ ասում է, եւ որ իմ հետ լինեք ուխտի մեջ ինձ հետ քայլեք, պիտի օրհնվեք, բայց եթե ինձ հետ չլինեք, անեծք կգա ձեր վրա։ Եվ Մովսեսը այս ընտրությունը այսպես է ներկայացնում. Ահա ես ձեր առջև դնում եմ օրհնություն եւ անեծք, կյանք եւ օրհնություն, կամ մահ եւ կործանում։ Այսինքն ընտրողը դուք եք։ Եթե կհիշեք Հեսուի կյանքը, եւ որ Հեսուն իր կյանքը կարծես առաջնորդ է դառնում եւ շարունակում է եւ նորից նույն պայքարն է լինում, նույն մարտահրավերն է գալիս, ում պիտի ծառայեն, ում պիտի պաշտեն, Հեսուն ասում է դուք ընտրեք այսօր ում եք պաշտելու եւ ասում է դուք գիտեք։ Եթե ուզում եք գայթակղվում եք Քանանի աստվածներին պաշտանունք մատուցել, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Հեսուն ասում է ես եւ իմ տունը Տիրոջն է պաշտելու։ Այսօրվա Սաղմոսը, եւ որ ընթերցեցինք Սաղմոս 1-ը, խոսում էր նորից արդարի մասին եւ ամբարիշտի մասին։ Այսինքն Հիսուսի խոսքը նոր բան չէր։ Այս ընտրությունը տեսնում ենք, որ 5 տականից է գալիս եւ Հիսուսի խոսքը լսողները հստակ հասկանում էին, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոսը։ Եվ այդ ընտրությունը այսօր նաեւ մեր առջև է դրված։ Եվ այդ ընտրությունները բերում են կյանք եւ բերում են մահ։ Եվ որ վերադառնանք մեր հատվածին, երբեմն սիրելիներ մեզ թվում է, որ լայն ճանապարհը անհոգ է, լայն ճանապարհը լավ է, մարդաշատ է, առաջին հայացքից այդ ճանապարհը գրավիչ է թվում։
մարդիկ քայլում են այդ ճանապարհով առանց մեծ ջանքի, առանց դժվարության, կարծես ամեն ինչ իրենց ձեռքերի մեջ է։ Լայն ճանապարհը առաջարկում է ազատություն, ազատություն առանց սահմանների, չկա զոհողություն, կյանքը ազատ է, արա այն, ինչ ցանկանում ես, եւ այդպիսի կյանքը կարծես մարդկանց գրավում է։ Արթնացիր, երբ կցանկանաս, կեր ինչ ուզում ես, եւ որ մի բան քեզ դուր չի գալի, կարող ես չանել, նույնիսկ եթե դա օգուտ է, օգտակար է քեզ համար կամ մնացածի համար, կանոնները կարող ես խախտել, եթե քեզ օգտակար չի կամ քո շահերից չի բխում, եւ բնականաբար հարց է առաջանում. ինչու չընտրել այդ ճանապարհը եւ ինչու չգնալ այդ ճանապարհի մեջ։ Սակայն հենց այստեղ է ծուղակը։ Լայն ճանապարհը միշտ հեշտ է սկզբում, բայց վերջում կործանում է տանում։ Այն չի պահանջում, նշեցինք, զոհողություն, բայց վերջում բերում է կործանում։ Նեղ ճանապարհը կարծես մեծ պահանջներ է ներկայացնում, բայց վերջում կա պարգև, եւ դա կյանքի պարգևն է։ Լայն ճանապարհի ամենամեծ վտանգը, սիրելիներ, կայանում է նրանում, որ այնտեղ Քրիստոսը չկա։ Եվ առանց Քրիստոսի կյանքը դատարկ է, եւ առանց Աստծո կյանքը վերածվում քաոսի։ Առանց Աստծո կյանքը վերածվում քաոսի, եւ մարդիկ անում են այն, ինչ իրենց աչքին հաճելի է։ Եվ որ 5 տակարանում տեսնենք Իսրայելի ամենավատ շրջանը որն էր, դատավորած գրքի 21-րդ գլուխ 25 համարում այսպես է նշված. այն օրերում Իսրայելում թագավոր չկար, ամեն մարդ իր աչքի հաճելի եղածն էր անում։ Ամեն մարդ ինչ որ ցանկանում էր, ինչ որ ճիշտ էր գտնում, այդ էր անում։ Եվ կյանքը վերածում քաոսի, եւ որ չի լինում Աստծո առաջնորդությունը, եւ ամեն ինչ սկսվում է քանդվել։ Եվ այս ճշմարտությունը նաեւ տեսնում ենք Առակաց գրքի մեջ, որ ասում է. կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են։ Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում, հաճելի է թվում մեր աչքերին, բայց Աստծո խոսքն ասում է, որ այդ ճանապարհի վերջը մահվան ճանապարհ է։ Եթե անկեղծ լինենք, սիրելիներ, մենք էլ երբեմն անում ենք բաներ, որ մեր աչքերին հաճելի է, մեզ ցանկալի է, բայց իրականում եւ որ խորը մտածում ենք, տեսնում ենք, որ այդպես եթե շարունակենք, մենք կործանման կգնանք։ Մի կողմից առանց Քրիստոսի կյանքը թվում է հեշտ։ Կա մեծ ազատություն, բայց եթե խորը նայում ենք, տեսնում ենք, որ ոչ։ Այդպիսի կյանքը ենթակա է քաոսի եւ այդ կյանքը տանում է մարդկանց կործանման։ Եվ ցավը այն է, որ նույնիսկ լայն ճանապարհի մեջ գնացող մարդիկ երբեմն իրենց թվում է, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են եւ դեպի երկնքի արքայություն են գնում։ Բայց մյուս քարոզի մեջ մենք կտեսնենք, որ այս մարդիկ մտածում են, որ իրենք կրոնասեր են, իրենք բարի են, նույնիսկ Հիսուսին ասում են. «Տեր, Տեր, քո անունով մարգարեություններ արինք, քո անունով դևեր հանեցինք», եւ Հիսուսն ասում է. «Գնացեք մի կողմ, որովհետեւ ես ձեզ երբեք չեմ ճանաչել»։ Այսինքն այս մարդիկ խաբված են կեղծ վստահությամբ, իրենք վստահ էին, որ ճիշտ ճանապարհի մեջ էին, բայց իրականության մեջ կորստի են գնում։ Եվ Հիսուսն ասեց. «Լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որը տանում է դեպի կործանման, եւ շատերն են մտնում դրանով»։ Սրան հակառակ Հիսուսն ասում է. «Կա նեղ ճանապարհ, որը դժվար է, սակայն այդ նեղ ճանապարհը տանում է դեպի կյանքը»։ Եվ ինչու մենք պիտի մտնենք այս նեղ ճանապարհով։ Կամ ինչու է դժվար այս նեղ ճանապարհը։ Նեղ ճանապարհը դժվար է, որովհետև այն զոհողություն է պահանջում, ինչպես նշեցինք։ Պետք է զոհես քո եսը։ Պետք է մի կողմ դնես քո եսը, պետք է մի կողմ դնես քո սիրելի, քո ցանկալի մեղքը, կտրվես աշխարհիկ հաճույքներից, որը մարդուն տանում է կործանման,
եւ կանգնես հավատքի ճանապարհի մեջ հաստատուն։ Հեշտ է, դժվար է, որովհետև քո սիրելի բաներից միգուցե պիտի հրաժարվես։ Այն չի գրավում մեզ բազմություն, բայց միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հավիտենական կյանքը։ Եվ սա աշակերտության ճանապարհն է, սիրելիներ, որ պահանջում է զոհաբերություն եւ նվիրվածություն։ Դարպասը նեղ է, ճանապարհը դժվար է, բայց այդ ընթացքի մեջ, եւ որ մենք ընտրում ենք այդ նեղ ճանապարհով գնալ, նեղ դռնով ներս մտնել, մենք այդ ընթացքի մեջ սկսում ենք նմանվել մեր արարչին։ Մեր անձը սկսվում է կերպարանափոխվել, վերադառնալ այն պատկերին, որ Աստված ի սկզբանե նախասահմանել էր մարդու համար, որովհետև մեղքի պատճառով լայն ճանապարհի մեջ մենք կորցնում ենք մեր իրական պատկերը։ Եվ Աստված ցույց է տալիս, որ նեղ ճանապարհի մեջ սկսում եք ինձ նմանվել։ Եվ մենք սկսում ենք երբեմն առատաձեռը լինել, որովհետև տեսնում ենք, որ Աստված առատաձեռը Աստված է։ Մենք սկսում ենք բարիք գործել, որովհետև գիտենք, որ Աստված բարի Աստված է։ Եվ մենք հասկանում ենք, որ չարությունը եւ դաժանությունը քրիստոնյայի համար չէ, աշակերտի համար չէ, եւ մենք մտնում ենք այդ նեղ ճանապարհի մեջ, սակայն գիտակցում ենք, որ փոփոխությունը միանգամից տեղի չի ունենում։ Ժամանակ է պահանջում, որպեսզի մենք կարողանանք մեր փրկչին նմանվել, եւ մենք աստիճանաբար, մեր կյանքը աստիճանաբար փոխվելով մենք նմանվում ենք Քրիստոսին։ Եվ գիտենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է։ Արքայություն մտնելը շատ դժվար է, բայց մենք գիտենք, որ մի օր մեր Տերը վերադառնալու է, գալու է եւ մեզ ազատելու է այս դժվարություններից, այս նեղություններից, եւ մենք հավիտենական կյանքը վայելելով Տերոջ հետ պիտի ուրախանանք։ Գործք Առաքելոց 14-րդ գլուխ 22 համարն ասում է. մենք մտնում ենք արքայություն բազմաթիվ դժվարությունների միջոցով անցնելուց հետո։ Մենք արքայություն ենք մտնում բազմաթիվ դժվարություններ անցնելուց հետո։ Եվ այս խոսքը մեզ հույս է տալիս, որ Քրիստոսը մի օր պիտի վերադառնա եւ մենք պիտի իրեն հետ արքայությունում թագավորենք։ Եվ իհարկե մենք ամեն մեկս գիտենք, որ որևէ մեծ բան նվաճելու համար ամեն մեկս պետք է գին վճարենք։ Հիշում եմ մի ֆիլմ, որտեղ մի մարզիկ, պրոֆեսիոնալ մարզիկ եւ որ խաղում էր, ինքը հրաժարվում է շարունակել խաղը եւ մարզիչին ասում է չափազանց դժվար է, ես այլևս չեմ կարողանում եւ հետ է կանգնում։ Եվ մարզիչն հարցնում է, դժվար է։ Իհարկե դժվար է։ Եթե դժվար չլիներ, բոլորը կանեին այդ։ Դժվար է եւ դա տրված է անհատներին եւ այդ դժվարությունը արժեքավոր է դարձնում այդ մրցանակը։ Սիրելիներ, դա նույնն է ոչ միայն սպորտի կյանքում, այլ հավատքի կյանքում։ Պետք է գին վճարենք դժվարությունների մեջ մնալով, միգուցե, որովհետև գիտենք, որ վերջում հավիտենական կյանքի հույսը կա։ Քրիստոսն ասում է նեղ դռնով ներս մտեք, որը տանում է դեպի կյանք, իսկ լայն դուռը տանում է դեպի կործանում։ Քրիստոսը ասելով նեղ դռով ներս մտեք, չի խոսում միայն դժվարությունների մասին։ Եվ որ Հովանու ավետարանը մենք կարդանք, կտեսնենք, որ Հովանու ավետարանի մեջ Հիսուս Քրիստոսն ասում է ես եմ դուռը։ Եվ ինձանով պիտի միայն գտնեք հավիտենական կյանքը։ Եթե ուզում եք երկնքի թագավորություն մտնեք, եթե ուզում եք հոր մտնեք, հոր մոտ լինեք, ինձանով է, ուրիշ ճանապարհ չկա դեպի երկինք գնալու։ Քրիստոսն է այն դուռը, որի միջոցով մենք կարող ենք գնալ դեպի հավիտենական կյանքը։ Քրիստոսն է միակ ճանապարհը եւ Քրիստոսն է միայն բացում այդ հավատի եւ շնորհի դուռը։ Եվ այդ մեզ հիշեցնում է, որ մեր փրկությունը գալիս է ոչ թե մեր լավ լինելուց, ոչ թե մեր գործերից, այլ
փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Հիսուս Քրիստոսի թափված արյան գնով է, որ մենք կարող ենք հավիտենական կյանքը ժառանգել։ Գիտեք, երբեմն մենք այստեղ խճճվում ենք։ Ես լավն եմ, ես բարի եմ, ես այս արի, ես այն արի եւ կարող եմ սրա հիման վրա հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ոչ։ Մենք հավիտենականությունը ժառանգում ենք միայն հավատքով եւ այդ հավատքը հիմնված է Քրիստոսի արած գործի վրա։ Եփեսացիս 2:8-9 համարներն ասում են. շնորհքով եք փրկվել հավատքի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Շնորհքով եք փրկված դուք։ Պարծենալիք ոչինչ չունենք, որովհետեւ նույնիսկ բարիք եւ որ կարողանում ենք գործենք, դա Աստծո տված շնորհն է։ Եվ որ մենք բարիք ենք գործում, մենք սլակը պիտի ուղենք Աստծո վրա եւ ոչ թե մեր վրա։ Փառքերը ուղենք Աստծուն եւ ոչ թե մեր վրա։ Սակայն երբեմն մենք մարդ ենք եւ սիրում ենք մենք լավ լինենք, փառքերը մեզ ուղենք եւ արդյունքում մենք փառավորվենք։ Այդ նեղ դուռը, որ Քրիստոսն է, Քրիստոսի միջոցով պիտի մտնենք, չենք կարող նեղ դռնով ներս մտնել մեր մեղքերը շարլակած։ Մեր մեղքերը թույլ չեն տա, որ մենք այդ դռնով ներս մտնենք։ Եթե ցանկանում ենք նեղ դռնով ներս մտնենք, ուրեմն պիտի խնդրենք, որ Աստված մեզ ուժ տա ձերբազատվելու մեր մեղքերից։ Ինչքան ուզում եմ մեզ հաճելի լինի մեր մեղքերը, ինչքան ուզում եմ լավ լինի, մենք պիտի ուժ գտնենք մեղքերից ձերբազատվելու, որպեսզի կարողանանք նեղ դռնով ներս մտնենք։ Այսինքն այդ դուռը պահանջում է, որ մեր անձերը ուրանանք։ Ղուկաս ավետարան 13:24 համարն ասում է. «Ջանացեք նեղ դռնով ներս մտնել, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա»։ Շատ մարդիկ կցանկանան նեղ դռնով ներս մտնել, բայց չեն կարողանա, որովհետև իրենք պատրաստ չեն թողնելու իրենց մեղքերը։ Իրենք սիրում են իրենց մեղքերը։ Մենք որպես քրիստոնյա համայնք պիտի խնդրենք, որ Աստված մեզ ուժ տա եւ մենք կարողանանք մեր մեղքերը թողնել։ Եվ այստեղ կուզեմ մի հարց բարձրացնեմ. ինչից ենք պատրաստ մենք հրաժարվելու, որպեսզի կարողանանք այդ դռնով ներս մտնենք։ Ամեն մեկը մտածեք. ինչից եք պատրաստ հրաժարվելու, որպեսզի կարողանաք այդ դռնով ներս մտնել։ Սիրելի մեղք, անուն, փառք, հարստություն, չգիտեմ, ամեն մեկը մտածեք, որովհետև երբեմն այդ բաները խանգարում են մեզ մոտենալ Աստծուն։ Եվ սիրելիներ, նաև ուշադրություն դարձրեք, դուռը ոչ միայն բացելու համար է, այլ նաև դուռը փակելու համար է։ Դուռը եւ որ փակում ես, մարդուն դուրս ես թողնում։ Եվ որ դուռը չես բացում, մարդը դրսում է մնում։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է, որ այսօր հնարավորություն կա եւ այդ դուռը բաց է։ Բայց ժամանակ պիտի գա, սիրելիներ, որ այդ դուռը պիտի փակվի։ Ինչպես Նոյի օրերի մեջ տապանի դուռը բաց էր եւ մարդիկ կարող էին մտնել տապան, բայց ժամանակ եկավ եւ այդ դուռը փակվեց եւ մարդիկ չկարողացան տապանը մտնել եւ մնացին դուրս եւ մատնվեցին կորստյան։ Նույնպես էլ այսօր, այո, Քրիստոսը ողորմած է։ Աստված իր սիրով կանչում է բոլորին, բայց մի օր ժամանակ պիտի գա, սիրելիներ, որ այդ դուռը պիտի փակվի եւ այդ նեղ դռնով մտնելու հնարավորությունը այսօր է։ Այսօր մենք պիտի որոշում կայացնենք, մեր մեղքերից հրաժարվենք եւ կարողանանք մտնել այդ նեղ դռնով։ Նայեք, սիրելիներ, եթե դուռը այսօր բաց է, վաղը կարող է փակ լինել եւ մեզ տանել դեպի հավիտենական կորուստ։ Սիրելիներ, որոշումը մերն է։ Եվ կուզենք այսօրվա մեր քարոզը ավարտենք, հիշեցնելով, որ Հիսուսը մեզ կանգնում է ընտրության առջև եւ ասում է, որ կա երկու ճանապարհ, կա երկու դուռ, բայց կա մեկ հավերժություն։ Կա մեկ հավիտենական կյանք եւ ընտրությունը մերն է, որ դուռն ենք մենք ընտրում եւ որ ճանապարհն ենք մենք ընտրում, որպեսզի քայլենք
այդ ճանապարհի միջոցով։ Փրկության հնարավորությունը այսօր է եւ շնորհի ժամանակը այսօր է։ Բաց մի թողնիր այդ ժամանակը։ Ամեն։